Մասնավորաբար, մեծ պահքի մասին, իբրև պահեցողության 40-օրյա շրջան, մեծ պահքը որպես հիմք ունի մեր փրկչի վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում, եւ որովհետեւ մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի ցերեկ եւ գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն օրական միայն մեկ անգամ ուտելով, սա կոչվել է մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական 5 կամ 2 օր էին։ Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա Սուրբ Հաղորդությանը եւ ավելի մեծ ուրախությամբ տոնի Սուրբ Զատիկը։ 4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա 40-օրյա պահեցողության որևէ շրջանի մասին, ուրբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ։ 2-րդ դարի վերջերին եւ 3-րդ դարի սկզբերին ապրող Տերտուղյանոս մատենագիրը հիշատակում է, որ մոնտանական կոչվող խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաեւ ինքը Տերտուղյանոսը, Զատկից առաջ 2 շաբաթ պահեցողություն էր անում, մինչդեռ ուղղափառ քրիստոնյաները Զատկից առաջ 1, առավել 2 օր էին պահում, ուրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն ունեին։ 40-րդ բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկայի ժողովում, 5-րդ կանոնում հավանաբար ակնարկելով մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան 3 ժողովներից մեկը։ Ալեքսանդրիայի հայրապետներից Սուրբ Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել։ Ըստ արդի բանասերների եւ կանոնագետների 4-րդ դարի երկրորդ կեսերին խմբագրված առաքելական կանոններ կոչվող կանոնախմբի 8-րդ հոդվածում ասված է. առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահ նշանակվի հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից եւ կերակրից նախքան փրկչի չարչարանքների օրը եւ ապա կատարեն չարչարանքների օրը, Տիրոջ Պասեքը եւ փրկչի հարության տոնը, քանզի նույն ինքը Տերը մեր Քրիստոս, Տերը տերերի եւ տարեկան հիշատակությունների 40 օր եւ 40 գիշեր պահք պահեց։ Առաջին 4 տարերի պահեցողության բնույթը կամ կերպերը դեռևս հստակ չեն։ 4-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են բոլոր կենդանական մսերից, ուրիշները ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կամ որ հրաժարվում են վերոհիշյալներից եւ հավքի թեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից, ընկույզ, նուշ եւ այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում։ Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված։ Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը 3-ը, որից հետո ամեն տեսակ կերակուր թույլատրվում էր ուտել, իսկ խստապահներն այն աստիճան են առաջ գնացել, որ շաբաթական 1 կամ 2 անգամ են ճաշել։ Ամենից սովորականը, սակայն, օրական 1 անգամ ուտելն է եղել, լոկ մսից եւ գինուց հրաժարումով, կատնեղենի
և հավքի թեղենի օրինական խիստ արգելք ըստ երևույթին տակավին չկար։ 7-րդ դարի վերջերին և 8-րդ դարի սկզբներին ապրած հայտնի անգլիացի պատմիչ Հիդը հաստատում է, որ սուրբ նկատված մի եպիսկոպոս 7-րդ դարում մեծ պահքի իր մեկ անգամվա ուտելու ընթացքում կերել է մի քիչ հաց, մի հավկիթ և ջրախառը փոքր ինչ կաթ, մինչև իսկ 9-րդ դարում արևմուտքում մեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվելը նկատվել է բացառիկ առաքինություն։ Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ Պապն է, որ 7-րդ դարի սկզբներին գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին Օգոստինոսին ասում է, որ մեծ պահքի ընթացքում մենք հրաժարվում ենք մսից և կենդանական բոլոր արտադրություններից, այսինքն կաթից, պանրից, հավկիթից և նմաններից։ Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեության ընդհանուր օրենքը թե արևելքում և թե արևմուտքում, սակայն աստիճանաբար արևմտյան եկեղեցում թույլատվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի և հավկիթեղենի վերաբերյալ և ապա օրական գլխավոր ճաշին զուգահեռ առավոտյան ու երեկոյան ևս արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև արևմտյան եկեղեցուց ողջօրյա ծոմապահությունը գրեթե իսպառ վերացավ և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց։ Այս օրենքն էլ մի քանի տարի առաջ Վատիկանի II ժողովի բարեկարգական կանոններով գործնականապես գրեթե վերացավ կաթոլիկ եկեղեցուց։ Պահեցողությունը ընդհանրապես և մասնավորաբար մեծ պահքը արևելքում ավելի խիստ են եղել։ Արևելյան եկեղեցիներում երկար դարեր պահվեց սկզբնական սովորությունը, այսինքն օրական մեկ անգամ միայն ուտելու և բոլոր մսեղեններից և կենդանական արտադրություններից հրաժարվելու կանոնը։ Ի վերջո, սակայն, աստիճանաբար արևմուտքին հետևելով թույլատվություններն արևելք են մուտք գործում, նախ արտոնվեցին օրական մեկ անգամից ավելի ճաշերը և ապա մեծ պահքի շաբաթ ու կիրակի օրերին բացի մսեղենից ամեն տեսակ կերակուրներ ուտելը, սակայն գեղչկական շրջանակները շարունակեցին և որոշ տեղեր մինչև օրս շարունակում են հնագույն կանոնը օրական մեկ անգամ ուտել, միանգամայն հրաժարվելով կենդանական ամեն տեսակ կերակուրներից։ Հայաստանյաց եկեղեցու օրացույցում տարվա մեջ ունենք պահքի 158 օրեր, որոնցից 40-ը զուտ մեծ պահքինն են, մնացածի ճիշտ կեսը 59 օր կազմում է 11 շաբաթապահքերը և մյուս կեսը չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերն են, որոնք վերոհիշյալներից դուրս են մնում։